Խաչատրյան, ձեր աշխատանքի գնահատական համարում եք այն, որ յուրաքանչյուր շենքում դեռ Երևանի մասին է խոսքը, առաջին հարկերում գործող խանութները, մանր բիզնես, այսինքն կամ միջին, փոքր ու միջինը, փակվում են։ Համարում եք դուք դա ձեր աշխատանքի Ուրեմն հետևյալը, հիմա տեսեք, որպեսզի գնահատենք, եթե փակվողներ էլ կան, բացվողներ էլ կան, եթե ես իմ բիզնեսը ծրագրավորում եմ նրանով, որպեսզի կարողանամ հարկեր քիչ վճարելով բիզնեսը շարունակեմ, բնականաբար կփակվեմ։ Խաղի կանոններ են փոխվում։ Դրա համար այդ գործընթացների մեջ կլինեն եւ փակվողներ եւ բացվողներ։ Պետքա կոնկրետ, եթե դուք բերեք որևիցե բիզնեսի օրինակ, մենք կարող ենք ձեր հետ միասին քննարկել եւ դուք համոզել թե ինչի համար է փակվում։ Եթե դե հիմա ասում եմ կոնկրետ, եթե դուք որևիցե բիզնեսի օրինակ բերեք, մենք կվերցնենք։ Եթե կա որևիցե բիզնես, որը ինքը փակվում է, պետք է խորանալ հասկանալ, ունի վարկային ծրագրեր, չի կարողանում սպասարկել, ունի փոխկապակցված ձեռնարկություններ, եթե ունի մի 5-10 նման խանութներ եւ ինքը ընդհանրապես իր բիզնես ծրագրում վերադասավորում է իր բիզնեսը, այս մեկը փակում է, ունի վարձակալական վճարների հետ կապված խնդիրներ, միգուցե ինքը փակում է ձեռնարկությունները, բա հիմա դուք աշխարհում տեսնում եք տնտեսական նոր իրողության մեջ ենք, կփակվեն էլ կբացվեն էլ։ Նրանք աշխարհից խաղաղ չեն, պարոն Խաչատրյան, նրանք փոքրիկ։ Եթե կոնկրետ ասեք կպատասխանեմ։ Համատարած գրված է վաճառվում է, տրվում է վարձում։ Այսօր Երևանի կենտրոնում։ Չէ, մի րոպե, ինչ պետք է անենք մենք, որ չփակվեն։ Մենք բոլորի նկատմամբ տանում ենք այն քաղաքականությունը, որ հարկային կարգապահությունը պետք է բարձրանա։ Եթե նույնիսկ մենք չունենք նման վարկագիծ, որ փոքրերին կամ միջիններին թույլ ենք տալիս արձանագրված խախտումների նկատմամբ ինքնուրույնաբար ուղղեն շտկեն իրենց հարկային պարտադրանքները։